Կարող եք պատկերացնել, որ սա իրական ուտելիք չէ։ Ճապոնիայում կան խանութներ, որտեղ վաճառվում են կեղծ ուտելիքներ, այսպես ասած ուտելիքի սամփլներ, բայց այնքան իրական է, որ դժվար է հավատալ, որ ուտելի չէ։ Նույնիսկ այնտեղ գրված է հանգարց չփորձեք ուտել։ Ճապոնացիները շատ զգայուն են մանրուքների նկատմամբ, ես դրա մասին բազմիցս ասել եմ, եւ հենց դրա համար նրանց նույնիսկ կեղծ այսպիսի sample ուտելիքը գրեթե կատարյալ է։ Յուրաքանչյուր մանրուք, գույնը, փայլը, նույնիսկ սոուսի հոսքը ձեռքով է պատրաստվում։ Այստեղ կա տարբեր, ես շատ եմ սիրում անկեղծ ասած այս խանութը, ես այստեղից մի քանի բան ունեմ գնած, նայեք, խնդրում եմ, այս մելոն պանները ոնց որ իրական լինեն, այս մելոն պաները, այս պաղպաղակի գնդիկները, ոնց որ իսկական պաղպաղակի գնդիկներ լինեն, ինչպես նաև այս օմլետը, խնդրում եմ, մի հատ նայեք այս օմլետը, օմուրայսու է կոչվում։ Ինչպես նաև այս կրիվետկան, ոնց որ իսկական կրիվետկա լինի, սենց թարմ, այսպես ասած։ Այստեղից այս խնդրում եմ մի հատ նայեք այս ուստրիցաները, ոնց որ իսկական իրական լինի, նույնիսկ իրանց այսպիսի ծղոտե, այսպիսի գնիզոյի նման սիրուն ձևավորված։ Ինչպես նաև այստեղից ես ունեմ մի քանի բան, այս խնդրում եմ ջինջերը նայեք ինչ լավն է, կամ այս կրծած հավի բուդիկը կամ թևիկը։ Այստեղ նույնիսկ վասաբին եմ շատ սիրում, ես վասաբի էլ կա։ Ես նույնիսկ այդ վասաբին մտածում էի գնելու մասին, բայց չգնեցի այս անգամ, բայց մյուս անգամ կգնեմ։ Խնդրում եմ ինձ գրեք կոմենտներում, թե որը կուզեք գնել եւ